Սկսեք հանդիպել ճիշտ աղջկա կամ ճիշտ տղայի հետ։ Աղոթեք միասին։ Դուք ասես Բիլլի այդքան ձանձրալի մի եղիր։ Գիտեք, այսօր ժամադրության ընթացքում չեն աղոթում։ Իրականում նույնիսկ դրանք այլևս չեն կոչվում ժամադրություններ։ Ինչու չաղոթել, եթե երկուսդ էլ քրիստոնյա եք։ Իսկ երբ սկսում եք լուրջ խոսել, ինչու Աստծուն չխնդրել, որպեսզի ուղղորդի եւ առաջնորդի ձեզ։ Այնքան շատ ամուսնություններ այսօր հիմնված են ֆիզիկական գրավչության վրա, բնավորության ներքին գեղեցկության փոխարեն, որովհետև ուզում եմ ձեզ ասել, որ ֆիզիկական գրավչությունն արագ անցնում է, եթե չկա ոչինչ, որով կարելի է ամրապնդել այսպես կոչված քրիստոնեական բնավորությունը։ Գիտեք, սա շատ հետաքրքիր է, որ ես վերջերս կարդում էի մի բան, որը գրեթե անհավանական է։ Նշվում է, որ հետազոտությունն իրականացվել է Միջին Արևմուտքում, եւ հաջողվեց գտնել 400 ընտանիքներից միայն մեկ ամուսնալուծություն, որտեղ ընտանիքը պարբերաբար եկեղեցի էր գնում, ամեն օր Աստվածաշունչ կարդում եւ ամեն օր տանն աղոթում։